Ինչու Աստված ներեց Պետրոսին, իսկ Հուդային ոչ։ Ինչու Աստված ներեց Պետրոսին, ով 3 անգամ ուրացավ նրան, բայց չներեց Հուդային, ով միայն 1 անգամ մատնեց իրեն։ Մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոն ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Սկզբում պետք է հասկանալ, որ այս պատմությունը մեղքի ծանրության մասին չէ միայն։ Այս պատմությունը սրտի արձագանքի, ապաշխարության խորության և հույսի ընտրության մասին է։ Երբ Հիսուս Քրիստոսը կանխատեսեց, որ Պետրոսը իրեն կուրանա 3 անգամ, Պետրոսը նրան ասաց. «Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ նույնիսկ մեռնել, քեզ չեմ ուրանա»։ Բայց հետո, հենց նույն գիշերը, նա 3 անգամ ուրանում է Հիսուս Քրիստոսին։ Իսկ երբ աքաղաղը կանչեց, Պետրոսը հիշեց Հիսուսի ասած խոսքը, թե աքաղաղը դեռ չկանչած 3 անգամ կուրանաս ինձ, և դուրս ելնելով դառնապես լաց եղավ։ Այդ լացը պարզ հուզում չէր։ Եկեղեցու հայրերն այն անվանում են ապաշխարության արցունքներ։ Պետրոսի արցունքները դարձան մկրտության պես։ Նա լվացվեց ոչ ջրով, այլ անկեղծ զղջումով։ Գյուրեղ Ալեքսանդրիացի։ Անիրավության մեջ ընկնելը չէ, որ կործանում է մարդուն, այլ կանգ չառնելն ու ապաշխարության դուռը չբացելը։ Հովհան Ոսկեբերյան։ Պետրոսը վերադառնում է Քրիստոսի մոտ, նույնիսկ ամոթով, նույնիսկ կոտրված, բայց հավատով, որ Տերը կարող է իրեն ներել։ Եվ Հիսուս Քրիստոսը վերականգնում է նրան հարցնելով. «Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ»։ Հիսուս Քրիստոսը այս հարցը տվեց 3 անգամ, որպես նոր հաստատում։ Հուդան նույնպես գիտակցեց իր սխալը։ Այդ ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետերին ու ժողովրդի ծերերին, ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Բայց այստեղ մի հստակ տարբերություն կա։ Հուդան զղջաց, բայց չապաշխարեց։ Հուդայի զղջումը եղավ մարդկային խղճահարություն, բայց նա չդիմեց Աստծուն, չհավատաց ներման հույսին։ Նա մտածեց, որ իր մեղքը չափից դուրս մեծ է։ Նա գնաց և ինքնասպան եղավ։ Հուդան ունեցավ զղջում, բայց չունեցավ հույս։ Նա լսեց մեղքի ձայնը, բայց փակեց սիրտը ներման դեմ։ Ամբրոսիոս Մեդիոլանցի։ Բազում եկեղեցու հայրեր նշում են, որ Հուդայի անկումը սկսվեց ոչ թե մատնությամբ, այլ իր սրտի խավարով, ագահությամբ և Աստծուց հեռանալու ցանկությամբ, ինչը տարիներ շարունակ կուտակվել էր, իսկ մատնությունը վերջնակետն էր։ Հուդան փողը ավելի սիրեց, քան ճշմարտությունը, իսկ երբ ճշմարտությունն իրեն բացվեց, նա չգնաց դեպի նրա, այլ հեռացավ դեպի մահ։ Սուրբ Օգոստինոս։ Պետրոսը ընտրեց հույսը և խոնարհությունը, Հուդան հուսահատությունն ու ինքնադատաստանը։ Աստվածաշնչում գրված է. ապաշխարող սիրտը Աստված երբեք չի արհամարհում։ Աստված բոլորին է ներում, բայց ներման դուռը բացվում է ներսից։ Եթե մարդը չի հավատում, որ Աստված կարող է ներել իրեն, նա փակում է իր սիրտը այդ ներման առաջ։ Այս պատմությունը իրականում վերաբերվում է բոլոր քրիստոնյաներին։ Երբ մեղք ենք գործում, երբ ընկնում ենք, մենք կարող ենք 2 ճանապարհ ընտրել. Պետրոսի ճանապարհը, ապաշխարություն, սրտի խոնարհում և հույս դեպի Աստված, կամ Հուդայի ճանապարհը, հուսահատություն, ինքնամեկուսացում և փակ սիրտ։ Ոչ ոք կատարյալ չէ, բայց Հիսուս Քրիստոսը սպասում է իր վերադարձող զավակին։ Նա ներում և վերականգնում է։